նորմալ է, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ցանկանում է, որ Հայաստանը միութենական պետություն Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Երկրորդ կարծիք ես չեմ պատկերացնում։ Հայաստանը անկախացել է, որ ամրապնդի իր անկախությունը, ոչ թե նորից գնա դառնա գոբերնը։ Այսքանը։ Ինչու է նման բան ասում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։ Կասկածում եմ իր հերոսությանը։ Ես շատ եմ կասկածում։ Ես նույնիսկ կոմենտ եմ գրել։ Այդպիսի հերոս ես չեմ պատկերացնում։ Հերոսը կռվում է երկրի ազատության համար, անկախության համար, չէ՞։ Բայց ես էլ իրեն գիտեի այդպես էլի հերոս, այն ՊՊՑ գնդի իրադարձությունների ժամանակ ասում էին եկել է Վիտալի Բալասանյանը, Արցախի հերոսը, հաշտություն մտցրեց եւ այլն։ Այս գնով հաշտությունը ես չեմ ողջունում։ Մեղմ ասած։ Չեմ կարող ասել, երևի թե չէ։ Ինչու է նման բան ասում։ Չգիտեմ։ Ազի ջան, չեմ կողորոշում ճիշտ ասած։ Չեմ ուզում իրան լսել вообще։ Չգիտեմ։ Ամեն ինչը դուք ինձանից լավ գիտեք։ Գիտեք ինչքան եք ճիշտ հարցուղը։ Ես ինքս զինվորական եմ ու շատ վատ եմ ընդունում այդ ամեն ինչը։ Չի կարելի նման բան ասել։ Ինչու է Արցախի հերոսը նման բան ասում։ Ձեր կարծիքով նորմալ է։ Ինչու է Արցախի հերոսը նման հայտարարություն անում ձեր կարծիքով։ Իրան հարցրեք չգիտեմ։ Վիտալի Բալասանյանին իր ընտանիքից, իր ազգականներից, կողքի մարդկանցից։ Ես չեմ խառնվում նման հարցերի շուրջ։ Ես այստեղ չեմ ապրում։ Թույլ տվեք չպատասխանել ոչ մի հարցի, որովհետև չեմ կիսում այստեղի ապրողների ճակատագիրը։ Միութենական ոնց այսինքն չեմ հասկանում։ Նախնի խսանգումի նման, բայց հիմա ավելի քիչ է։ Դու ինչ ուզում ես Թուրքի տակից դուրս գա, այդքան բան։ Մենակ Թուրքից բրծնենք ամեն ինչ տոշնի է։ Իհարկե ոչ։ Միութենական պետությունը ընդհանրապես անհետեթություն է։ Այնա Լուկաշենկոն Ռուսաստանի հետ միութենական պետություն է, բայց Հայաստանի համար ինչ է դա պետք։ Ձեր կարծիքով ինչու է Արցախի հերոսը նման հայտարարություն անում։ Չեմ կարող ասել։ Արցախում Երևի եղած հերոսա դրա համար։ Իր կարծիքն է նորմալ է։ Ամեն մեկը իր կարծիքն է։ Դուք ընդունում եք դա։ Չէ, իմ ընդունեմ, չընդունեմ, ես էլ իմ կարծիքն ունեմ, ես բան չեմ ասում, բայց եթե այդ մարդը նման կարծիք է արտահայտվել, վերջո գեներալ է, հերոս է, իր կարծիքն է։ Ես ճիշտն ասած քաղաքականությամբ չեմ զբաղվում, Բալասանյանն էլ չեմ ճանաչում։ Արցախի հերոս, Արցախի անվտանգության նախնի։ Ընդհանրապես երկիրը պիտի լինի անկախ եւ որևէ մեկից կախվածություն չունենա։ Ինչու է նման բան ասում Արցախի հերոս։ Ես չեմ կարող եղած դաշի է։ Ես չեմ կարող ասել նրա մոտեցումը ինչի վրա է հիմնված։ Իհարկե ոչ։ Ես դերակել Բայց ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինչն է նորմալ եղել, որ հիմա դա պետք է նորմալ լինի։ Ուզեի ես ձեզ հարց տայի։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, քանի որ մեծ աշխատանք եք տանում, չարչարում եք այդ ամեն ինչի դեմ, հալալա ձեզ, որպես ինձ երեխաներ։ Շնորհակալություն եմ հայտնում։ Ես ինքս էլ պատրաստում եմ, չարչարվում եմ պետական կառավարման համակարգ ստեղծողը, ես ինքս եմ Վարդան Համբետը։ Ուզում եմ այս ժողովրդին պրծացնեմ այս տականքներից։ Ուրիշ ձև չկա, հեսա ռիֆ փակցնելով գնում եմ։ Հանրաքվեի եմ պահանջում։ Ոչ։ Միութենական պետության մենք դասեր արդեն տեսել ենք եւ խրատվել ենք, որ պետք չի որ միութենական հանրապետության դիկտատուրայի մեջ մտնել։ Դա դիկտատուրա է, բացահայտ դիկտատուրա։ Որտեղ միայն Մոսկվայի թույլատրությամբ պիտի օրինակի համար մեր կինոթատրոնը Ուրարտու կոչվեր Ռասիա։ Փաստերով կարող եմ շատ բազմաթիվ փաստեր ասել, որ մեզ միայն Մոսկվան է թելադրել։ Ինչ անենք, ոնց անենք, ինչի եթե մենք անկախ հանրապետություն ենք, ինչի պիտի մենք լինենք Ռուսաստանի, այսպես ասած, վասալը։ Ինչու է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն անում ձեր կարծիքով։ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները Ես կարճ կարող եմ մի նախադասությամբ ասել, որտեվ չի կրթվել ոնց որ պետք է։ Ինքը ստացել է ռուսական կրթություն երևի եւ դաստիարակվել է ռուսական այդ կրթության ազդեցության տակ։